Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դատի եմ տվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը իր այն վերջին որոշման համար, որով կառավարությունը սահմանային դրոշմակնիկների վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնում է։ Դուք գիտեք, այդ որոշումը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից։ Եվ ես դիմելով դատարան, դատարանից պահանջել եմ նաև հայցի ապահովման միջոց կիրառել եւ կասեցնել դրա գործադրումը, որ այն հիմա չկիրառվի, մինչև որ դատարանը կքննի եւ կտեսնի, թե որքանով է այս որոշումը լեգիտիմ եւ որքանով այն չի հակասում մեր օրենսդրության հետ։ Իսկ այն հակասում է մեր օրենսդրությանը, ինչու՞, որովհետեւ Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին օրենքում եւ նաեւ մինչ այդ ավելի բարձր իրավական ակտ սահմանադրության մեջ հստակ կա նկարագիր մեր պետական խորհրդանիշի զինանշանի վերաբերյալ։ Ես ուզում եմ այդ մասը ձեզ հիմա ցույց տալ, կարդալ։ Տեսեք, Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. Հայաստանի Հանրապետության զինանշանն է, կենտրոնում վահանի վրա պատկերված են Արարատ լեռը, Նոյան տապանով եւ պատմական Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն։ Հստակ է, որ սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված է Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ զինանշանի, զինանշանը տեսնում եք, զինանշանի նկարագիրը եւ կառավարությունը ընդունում է որոշում եւ ասում է, որ սահմանային դրոշմակնիկների վրայից Արարատ լեռը հանում ենք։ Ընդ որում ուշադրություն դարձրեք, որոշման մեջ ամաչել են գրեն, թե ինչու են հանում։ Որոշումը այս ձևով է, որ սահմանում ենք նոր ձև, սահմանվում է ձև, հետեւյալ ձևն է։ Բայց ինչի է նոր ձևը սահմանվում, հին ձևից ինչա դուրս մնում, ինչու է դուրս մնում, այս ինչա ուզում անի կառավարությունը, այդ դրա մասին սկսում են հետո խոսել։ Հետո քննադատում ենք, հիշում եք, այդ հարցը ես շատ սուր արձագանքեցի այդ ժամանակ, հենց այդ օրը։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ՔՊ խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանը, այսքանը բավարար են։ Ես հայցադիում գրել եմ նրանց մեջբերումներն արել եմ։ Նրանք պնդում են, որ Արարատ լեռը լեգիտիմ չէ, ես ուղղակի վերարտադրում եմ նրանց խոսույթը, մենք պետք է ելնենք իրական Հայաստանի կոնցեպտից եւ այդ իրենց պնդումները, որը չկա կառավարության որոշման մեջ, ըստ էության հիմնավորում են դրանով, որ չնայած նրան, ասում եմ, Թուրքիան երբեք այդ հարցը չի բարձրացրել։ Վարչապետը ասում է, Թուրքիան այդ հարցը մեր առաջ չի դրել, ամեն ներքին գործն է եւ այլն, կա Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արարատ լեռը իր զինանշանի վրա օգտագործելուց, կա դա, բայց վարչապետը կանած ասում է, մենք ենք դա անում, մեր ուզելով, մեր ցանկությունն է սա, եւ հետո Մարիա Կարապետյանը գումա Factor TV, ասում է լավ ենք անում, այսինքն լավ ենք անում, հանում ենք, շուտ պետք է անենք, ասում է, հետո ընդ հարց են դրասում, բա զինանշանը, դա ասում է, դա դեռ կքննարկենք։ Հիմա ցելի հայրենակիցներ, այս բոլոր հիմնավորումներով, որով նրանք Արարատ լեռը ուզում են հեռացնեն զինանշանի վրայից, սրանք արդեն ըստ էության ձևավորված են։ Հիմա եթե մենք հանդուրժ ենք թույլ տանք, որ կնիքի վրայից սահմանայի անցման հատման կնիքի վրայից հանվի Արարատ լեռը, այս նույն հիմնավորումներով իրանք հիմնավորում են, որ պետքա զինանշանի վրայից էլ հանվի։ Սակայն զինանշանի վրայից հանելու համար պետքա սահմանադրություն փոխեն, օրենք փոխեն եւ մեծ process է։ Բայց մենք որպես քաղաքացիներ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժողովուրդ, մենք հանդուրժում ենք այս ամեն ինչը, մենք օքեյ ենք սրա հետ, որ սա իրանք անեն։ Եվ ես իրավաբան լինելով, ես ուսումնասիրեցի օրենսդրությունը, ես որպես քաղաքացի դիմել եմ դատարան, ես պնդում եմ, որ սահմանադրությամբ պաշտպանված իմ ազգային ինքնության իրավունքը, իմ ազգային ինքնության իրավունքին գումարած իմ մարդկային արժանապատվությունը էս իմաստով նաև ոտնահարվելու է, եւ քանի դեռ չի սկսել ոտնահարվել, դատարանից պահանջում եմ կասեցնել եւ անվավեր ճանաչել։ Եթե մեզ հաջողվի այս փուլում այս ամեն ինչի դեմն առնել, մենք թույլ չենք տա, որ նրանք հասնեն նաև զինանշանին, հենա։ Մենք կարող ենք դա անել, ես կարծում եմ կարող ենք դա անել։ Իրավական գործիք օգտագործել ենք արդեն։ Հիմա սիրելի հայրենակիցներ, արտահայտվեք, տարածեք այս նյութը, ձեր կարծիքն է արտահայտեք, կողմեք, որ Արարատ լեռը հանվի դրոշմակ կնիքից։ Եվ այդ հիմնավորումները, որ ներկայացվում է, գնում է նրան, որ պետք է հանվի նաև զինանշանի վրայից։
Հիմա ուզում եմ մի քանի հիմնավորում ես ձեզ ներկայացնեմ, որ դիմումի մեջ ես նշել եմ, տեսեք, իրանք պնդում են, որ դա հակաիրավական է, ոչ լեգիտիմ օգտագործելի, հակախաղաղասերական, Ալմաթայի հռչակագրին, այս քիչ շատ ուժը, Ալմաթայի հռչակագրին մենք պետք է ելնենք Ալմաթայի հռչակագրից ելնելով, այսինքն Ալմաթայի հռչակագիրը, որը ստորագրվել այն ժամանակ, երբ որ այս զինանշանը կա, զինանշանի տակ է ստորագրվել։ Հիմա մարդիկ են եկել ինչ-որ գտնել Ալմաթայի հռչակագիրն ու զինանշանը իրար հետ հակասում են։ Դուք խելագար չեք։ Սիրելի հայրենակիցներ, Արադ լեռան պատկերը շարունակում է ՀՀ սահմանությամբ լինել ամրագրված եւ մեր օրենսդրությամբ ամրագրված է։ Հիմա այստեղ հարցը ա գալիս, էլի, ես ուզում եմ այս մասը ուղղակի ձեզ ցույց տալ, սա պատմական հենքը նաեւ, էլի, որ հայցադիումում գրել եմ։ Տեսեք, եթե էթնիկ իմաստով ակնհայտ է, որ Արադ լեռը հայ էթնոսի խորհրդանիշն է եղել հազարամյակներով եւ ժամանակի միջով նրա անցած պատմությունը, առասպելները, լեգենդները, պաշտամունքը, հավատը, պոեզիան, իղձերը, կենսիմաստի տարաբնույթ արտահայտություններն անկախտելիորեն ձուլված են եղել Արադ լեռան հետ, մեր ազգի։ Ապա ազգայինի համատեքստում պետք է ներկայացնել նաև հայ էթնոսի միավորման պետաիրավական հիմքերը։ Այսինքն, մեր էթնոսի պետաիրավական հիմքերի մեջ է ողնաշարի գենի մեջ է դրված, ուզում եմ ոչ իրավական բառերով ձեզ ներկայացնել, էլի, Արադ լեռը։ Այնպես որ, տեսեք, այն որ Արադ լեռը հայ ազգային ինքնության կենտրոնական խարիսներից մեկն է, ապացուցում է կարևոր փաստերով։ Հերթով փաստերն ասում եմ։ 6 դարյա պետականության բացակայությունից հետո վերականգնված առաջին հայկական պետականությունը 20-րդ դարում Հայաստանի առաջին հանրապետությունը իր զինանշանի կենտրոնում զետեղել է Արադ լեռը։ Այդպես է, թե այդպես չի։ Այդպես է։ Գնացինք առաջ։ Այս կերպ խորհրդանշվեց Արադ լեռան եւ հայ մարդու ինքնության կապը ոչ միայն էթնոսի, այլ նաեւ ազգի, պետականորեն միավորված ու կազմակերպված մարդկանց խմբի մակարդակում, դառնալով նաեւ ազգային ինքնության առանցքը։ Պատահականություն չէ, որ առավել մեծ պատկերով եւ արտահայտությամբ Արադ լեռը դարձավ ուշադիր Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության զինանշանի գլխավոր պատկերը, շատ ավելի մեծ, քան հիմա զինանշանի վրա է։ Այսօրվա մեր շատ ավելի հստակ, շատ ավելի ընդգծված, քան նույնիսկ նույն զինանշանի սոցիալիստական խորհրդանիշներն։ Այսինքն նայեք, սովետական սոցիալիստական հանրապետության Հայաստանի զինանշանի վրա սոցիալիստական սիմվոլներն ավելի փոքր են։ Վերցրեք նայեք, էլի դժվար չի։ Քան Արադ լեռը, սովետի վաղ, որ մենք ինքնիշխան չենք, բան մեր ազգը կարողացել է դա անել, կարողացել է հասնել դրան, դա այդ ձևով պահպանել իր պետականության հենքը։ Ինքնության հենքը։ Ոնց կարելի է այս ամեն ինչը չգնահատել, էլ ես չգիտեմ։ Գանք երրորդ հանրապետությունը։ Հայաստանի երրորդ հանրապետությունը վերականգնեց առաջին հանրապետության զինանշանը 91 թվական։ Արադ լեռան կենտրոնական դիրքով։ Եվ դա արդեն ես ձեր համար ընթերցեցի զինանշանի մասին օրենքով Սահմանության 21-րդ հատվածի 2-րդ մասով ամրագրված է։ Հիմա Ժորժ ջան, Արադ լեռան այսօրվա հեռացումը, որ այսօր ուզում են հեռացնել։ Այս արշավը Այս ադրբեջանա-թուրքական արշավը, որ մեկնարկած է մեր սիմվոլների, մեր ինքնության, մեր հայ լինելու դեմ, ոնց ասեմ, ախր չեմ ուռճացնում, որևէ ձևի, ամենայն անկեղծությամբ, ես չեմ սիրում ուռճացնել, կոնսպիրոլոգիաներ բանանել բան։ Վարչապետը պնդում է, որ թուրքերը չեն պահանջել։ Բայց Ալիևի ինտերվյուն կա, Ալիևին պահանջել է։ Դեն Ադրբեջանն է պահանջել։ Այսինքն սա Ադրբեջանի հերթական պահանջն է ինչի համար։ Հանուն ինչի ենք անում։ Մենք Ադրբեջանի հետ նույն օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի անդամ ենք դարձել։ 2001 թվական հունվարի 25 Ստրասբուրգ։ Բա Ադրբեջանը այդ վաղտը չի պահանջել։ Այդ վաղ մենակ Ղարաբաղի հարց է բարձրացվել։ Ոնց ենք մենք անդադար Ալիևի ամեն ուզած բանը անում։ Մենք ինքներս մեզ սպանում, որպես ազգ, մեզ ոչնչացնում մեզ, որ ինչ է։ Հիմա ամփոփելով Ժողովուրդ ջան, չեմ ուզում երկար բանանեմ։ Իրավաքաղաքական հենքը ասացի, պատմական հենքը ասացի, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայ, դատարան եմ մտել զուտ որպես մի սուբյեկտ, բայց հարցը վերաբերում է բոլորին, բոլոր հայերին, Հայաստանում ապրող, Սփյուռքում ապրող, բոլոր հայերին։ Ես խնդրում եմ ձեր աջակցությունը, տարածելով այս նյութը եւ գրելով, որ միանում ենք այս դիմումին, հա, հանրային կարծիք ձևավորել եւ ցույց տալ Հայաստանի դատական իշխանությանը եւ գործող իշխանությանը եւ Ալիևին, թելադրողին էս ամեն ինչը, որ մենք եղբայր չենք հանդուրժելու։
Մենք համերաշխ չենք այս ամեն ինչի հետ։ Մենք չենք հանդուրժելու։ Մենք չենք թողնելու, որ այս ամեն ինչը մեզ հետ դուք անեք։ Պարզեմ մեկնաբանում ձևակերպում։ Նիկոլ Փաշինյան, Մարիա Կարապետյան, Արմեն Գրիգորյան եւ Ալմատ հայ հռչակագիր։ Լսեցիք ինչ եմ ձեզ ասում։ Մենք չենք հանդուրժելու։ Սիրելի հայրենակիցներ, այսքանը այսօր դատարանից ամեն մի եկած տեղեկություն վարույթ ընդունելու եւ այլ գործողությունների վերաբերյալ ձեզ կտեղեկացնեմ, երբ որ դատը կսկսվի այն ժամանակ է ձեզ կտեղեկացնեմ։ Այսօր այսքանը ուզում եի ձեզ իրազեկել, որ դեռևս մոտարապես 15 օր կա այս որոշումը, որ կսկսի գործել, եւ մենք փորձում ենք սրա դեմն առնել։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, տարածեք այս նյութը, նորից ասում եմ, եւ ձեր կարծիքը արտահայտեք վերջում։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։